իր հարցի իրավական կողմը։ Նախ կուզենք հետաքրքիր իմանալ Ջեմալ Փաշայի թողնան կարծիքը այդ մասին, այսինքն ինչպես է նա պատկերացնում այդ հարցը։ Եվ նշեմ, որ Թուրք շատ մտավորականներ միշտ այդ փոխհատուցման հարցից խուսափում են։ Նույն Թաներ Աքչյանը հայտնի պատմաբան, Ջեմալի թողնան։ Մյուսները խուսափում են փոխհատուցման հարցից։ Կարելի է դա հարցնել մեկ։ Երկրորդ, գրքում, որի թարգմանիչը ես եմ իդեպ, որին չէին էլ հրավիրել այս միջոցառմանը։ Գրքում մի քանի արտահայտություններ կա, մասնավորապես Ջեմալը գրում է, որ հայերը 92-3 թվականին գրավեցին Լեռնային Ղարաբաղը, օկուպացրեցին Ադրբեջանի 20%։ Պետք է հարցնել, ինչպես մարդը, որը խոսքի ազատության ջատագով է, ինչու է կրկնում Ալիևյան հռետորաբանությունը։ Եվ երրորդ, գրքի հրատարակիչը Հրանտ հիմնադրամն է, որը կամայական փոփոխություններ է արել թարգմանության տեքստում եւ թարգմանչի թողատակերը մասնավորապես Ղարաբաղի գրավման եւ Ադրբեջանի տարածքի օկուպացիայի մասին ես նշել եմ, որ հայ հասարակությունը չի ընդունում այս կարծիքը եւ դա հակասում է պատմական իրողություններին։ Հրանտ հիմնադրամը հանել է այդ բացատրությունը այն պատճառաբանությամբ առածի կրկնում, որ դա խանգարում է հայ-թուրքական երկխոսությանը։ Ասալան ներկայացված է որպես տերորիստական կազմակերպություն։ Նաև Ջեմալ Փաշայի նշված է, որ հայ հասարակությունը Ասալայի նկատմամբ չունի տերորիստական կազմակերպության մոտեցում։ Դա նույնպես հանվել է տեքստից եւ բազմաթիվ այլ խեղաթյուրումներ են արվել եւ այդ ամեն ինչի պատասխանը պետք է տրվեր, պետք է ներկայացվեր գիրքը իր ամբողջության մեջ։ Դուք պատրաստվում եք դիմել օրինակ նույն հիմնադրամին այդ ձեր Ես արդեն դիմել եմ հիմնադրամի փաստաբանին, որը պետք է չդիմներ, քանի որ մենք ունենք պայմանագիր նրանց հետ կապած, որը պետք է հիմնադրամը այդ տպագրությունից առաջ վերջնական տեքստը համաձայնեցնել թարգման չի եղել։ Բայց նրանք կամայական փոփոխել են տեքստը, մտցրել են իրենց մեկնաբանությունները, ջնջել են Ղարաբաղ, Ասալայի գործողությունները եւ այլ տեքստերը եւ սարքել են թուրքամետ մի գիրք։ Իհարկե ես դիմել եմ արդեն իրավական, ուրեմն իմ բողոքները հայտնել եմ իրենց փաստաբանին։ Եվ եթե ձեզ կարևորագույն հարցեր այսօր չհնչեցին, ապա այս նախաձեռնությունները ինչի համար է սա։ Սա նախաձեռնություններ ուղղակի նախաձեռնության համար սա հերթական գրանտ ուրեմն ստանալու եւ գրանտը հաջողությամբ ուրեմն մարսելու ծրագիր էր եւ սա ուղղակի ֆիկցիա է, որը արվում է եւ որի ջատագովը միշտ լինում է Հրանտ հիմնադրամը, երբեմն ցավոք սրտի Սիվիլիտասը, Եվրասիա կազմակերպությունը, նրանց հետ համագործակցող մյուս մարմինները։ Եվ ժողովրդի զայրույթը ըստ էության արտարացված է, քանի որ ժողովուրդը չէր եկել Հասան Ջեմալին, Ջեմալ Փաշայի թողնանը ծափահարելու, եկել էր որոշակի հարցեր տալու։ Եվ եթե այդ հարցերի հնարավորություն չտրվեց, սա ուղղակի ֆիկտիվ միջոցառում է, որը հատկապես եվրոպական ամբիոնների համար շատ հաճելի է։ Եվ այստեղ ներկա Ֆրանսիայի դեսպանատան եւ այլ դեսպանատան աշխատողների